Ուզում եմ մի հետաքրքիր բան կարդալ ձեզ համար Դավթի Սաղմոսների գրքից։ Հասկացողը կհասկանա հետագայում, չհասկացողը չի հասկանա, միգուցե մնացի։ Օրհնիր Տիրոջը հոգի իմ Տեր, Աստված իմ, չափազանց մեծ ես դու, գովասանց և մեծ վայելչություն հագար, լույսը կրեցիր որպես ծածկոց, երկինքը ձգեցիր վարագույրի պես, և ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը, նա, որ ամպերի մեջ է ընթանում և շրջում հողմի թևերի վրա, նա ով շունչ դարձրեց իր հրեշտակներին և իր պաշտոնյաներին կիզիլ հուր, երկիրը հաստատեց իր հիմքերի վրա, որպեսզի բնավ չսասանվի, խորքերը վերարկուի նման զգեստ են նրան, և ջրերը մնում են լեռների վրա, քո սաստումից կփախչեն և քո ձայնի որոտումից կսարսեն, լեռները կբարձրանան և դաշտերը կիջնեն, այնտեղ որտեղ հաստատեցիր նրանք, սահման դրեցիր, որպեսզի չանցնեն և չվերադառնան երկիրը ծածկելու, աղբյուրները դեպի ձողերը ուղղեցիր, որ ջրերը հոսեն լեռների միջով, հագեցնելու վայրի բոլոր գազաններին, որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն, այնտեղ երկնի թռչունները բույն պիտի դնեն և ժայռերի մեջ ձայն պիտի տան, իր շտեմարանները պիտի արբեցնի լեռներին, իր գործով բերքով կլցնի երկիրը, լեռներում խոտ բուսեցիր և կանաչություն մարդկանց կարիքների համար, հաց հանեցիր հողից, գինին ուրախացնում է մարդու սիրտը, յուղը զվարթացնում է երեսը, իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը, երկրորդ մասը կլինի, թող հագենան Տիրոջ ծառերը և Լիբանանի մայրենիները, որ դու տնկեցիր, այնտեղ երկրի թռչունները ձագեր կհանեն և